Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է տաղավարում ես այսօր զրուցելու եմ ադրբեջանագետ Ալմինե Ադիբեկյանի հետ։ Տիկին Ադիբեկյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Նմանապես։ Տիկին Ադիբեկյան, ՄԱԿ-ում եւ ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանը մեկ հարց էր ուղղում Իլհամ Ալիևին, ասում էր, որտեղով է անցնում Զանգեզուրի միջանցքը, որի մասին խոսում է պարբերաբար Ալիևը եւ ոչ միայն նա։ Իհարկե Կոպենհագենում նա ուներ այդ հնարավորությունը ուղղելու հարցը իր գործընկերոջը ադրբեջանցի, մենք Կոպենհագենի մասին դեռ կխոսենք, բայց հետաքրքրական է, որ մինչև Կոպենհագեն մեկնել ինքը արդեն գտել էր, թե որտեղով է անցնում այդ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, ասում է Զանգելյանից Հորադիս հատվածն է եւ դրա մասին է խոսքը եւ ոչ թե Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհի մասին է։ Հիմա ուզում եմ հարցնել, արդյոք իրապես էլ այս հատվածի մասին է, թե ինչ որ այլ բան ունեն իրականում ադրբեջանցիները եւ որտեղից Հայաստանի իշխանությանը այդ տեղեկատվությունը, որ այդ հատվածի մասին է խոսքը։ Փաշինյանը հերթական անգամ ստում է կամ իրան ձևացնում է անգետ, հա, որտեվ նախ նա այդ փաստաթղթերը տեսել է, նա պրոյեկտին ծանոթ է, նա նախնական իր համաձայնությունը տվել է եւ դժվար թե համաձայնություն տալուց գոնե մեկ անգամ քարտեզին չի նայել զուտ։ Ինքնասում ես համաձայնել եմ Թրամփի ուղու հետ, որտեղ այդ 5 կետերը կան՝ ինքնիշխանություն, իրավազորություն, Թրամփի ուղին առանձին պատմություն է, որը կապ չունի այս ամեն ինչի հետ, որտեղ մինչև Թրամփի հետ հանդիպումը նա հանդիպել է Էրդողանի հետ, նա մի շարք անգամ հանդիպել է Ալիևի հետ եւ այդ փաստաթղթերը ադրբեջանական կողմը պարբերաբար հրապարակում է եւ վստահ եմ, որ Փաշինյանին էլ են իր փաթեթը ուղարկել, հա, եւ նա չի կարող չիմանալ ինչպես է անցնում այդ ճանապարհը, այդ միջանցքը, որտեղ ճանապարհը մի քիչ ուրիշ բան է։ Լավ, հասկացանք, դա Զանգեզուրի միջանցքը անցնում է Հորադիս Զանգելան հատվածով, հարց։ Իսկ ոնց են այդ երկու աշխարհագրական կետերը կապնվում Նախիջևանի հետ, հաշվի առնելով, որ Զանգելանի եւ Նախիջևանի արանքում գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզը։ Ասենք ինձ համար հետաքրքիր չի ոնց այդ ճանապարհը անցնում Ադրբեջանի տարածքով, ինձ համար հետաքրքիր է երկու հարց։ Առաջինը դա, որ Ադրբեջանը յուրացրել է եւ շահագործում է եւ եկամուտներ է ստանալու Արցախի հանրապետության տարածքներից, օկուպացված Արցախից, եւ նա այդ ճանապարհը շարունակելով, այդ ուղիով գնալով օկուպացնելու է Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածքները, որովհետեւ այլընտրանք Նախիջևանի հետ ուղիղ ցամաքային կապ հաստատելու գոյություն չունի, մեկ էլ Իրանի տարածքն է, որը իմ իմանալով եւ բոլորի իմանալով ընդգրկված չէ Զանգեզուրի միջանցք հասկացության մեջ։ Դրա համար մեր ուշադրությունը շեղելով դեպի Հորադիս Զանգելան, Փաշինյանը լռում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որ հատվածից է այդ ուղին մտնելու Հայաստան եւ որտեղից է դուրս գալու Հայաստանից, որ կապնի Նախիջևանին, որովհետեւ Հայաստանի սահմանը Նախիջևանի հետ սկսվում է Արարատի մարզից եւ մինչեւ Սյունիքի վերջը։ Եվ Ալիևը կարող է պահանջել 5 ճանապարհ, 5 ուղի, 5 միջանցք, որ ոչ թե մի կետից մտնի, Նախիջևան այլ 5 կետից մտնի։ Այսինքն բոլոր 5 ուղիները մտնում են Զանգեզուրի միջանցք երևույթի հասկացության մեջ։ Միջանցքը դա ճանապարհը չի, այսինքն բուն անցնելու ուղին չի։
Միջանցք դա նշանակում է, որ Ադրբեջանից դուրս եկող բեռները, մարդիկ, մեքենաները, այսինքն ցանկացած ցամաքային ճանապարհով անցնող երևույթները, դա լինի բեռ, դա լինի մարդատար, դա չեն անցնում մաքսազերծում եւ մաքսային զնման չեն անցնում ոչ մտնելուց, ոչ Հայաստանից դուրս գալուց։ Սա է գաղափարը Միջանցքի թունելի պես, թունել մտնում ես եւ թունելից դուրս ես գալիս, ոչ մեկ չի հարցնում ինչի ես մտնում, ինչ ես մտցնում թունել, քանի հոգի եք, ովքեր եք, չկա տենց, չկա անձնագրային վերահսկողություն, դու չգիտես ով է գալիս մտնում քո տարածք, ու դու չգիտես քո տարածք մտնողը դուրս եկավ քո տարածքից, թե մնաց քո տարածքում։ Այդ մտնողը զենք բերեց, թմրանյութ բերեց, ահաբեկիչներ բերեց, դու չգիտես ով մտավ եւ ով դուրս եկավ կամ արդյոք դուրս եկավ, թե ոչ, այսինքն Միջանցքի գաղափարը դա է։ Դե հիմա ինքը պնդում է, որ այն ինչ իրենք համաձայներ են, ինչին իրենք համաձայներ են, ամենևին էլ դա չէ։ Նա սուտ է խոսում, այլ բան է։ Նա սուտ է խոսում, որովհետեւ մենք ունենք նկարագրված բնութագիր, որտեղ խոսքը գնում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն վերահսկելու այդ ճանապարհը, չեն վերահսկելու, դա նշանակում է այն, ինչ ես եմ ասում։ Որտեղ ուրիշ վերահսկողություն գոյություն չունի։ Ու եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն վերահսկում, ով ուզում է վերահսկի, նա վերահսկելու է ոչ ելնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերից։ Տեսեք, օրինակ Կոպենհագենից հետո տարածել էին հայտարարություն եւ ըստ իշխանական պատգամավորների դրանք իդենտիկ են, այսինքն միանման են եւ այդ հայտարարության մեջ նշվում էր ոչ թե Զանգեզուրի Միջանցք, ինչպես իրենք են պնդում, այլ Թրամփի ուղի եւ կարծում են մեր պատգամավորները, որ սա հենց Ադրբեջանի պատասխանն է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցին եւ ըստ էության այս թեման կարելի է փակ համարել։ Ես առիթ եմ ունեցել խոսել այդ հարցի շուրջ Եվս մեկ անգամ կկրկնեմ, որ մենք կարող ենք անունը դնել Ձյունանուշիկ, բայց բնույթը դրանից չի փոխվում։ Այսինքն, այստեղ հարցը հատուկ անունը փոխեցիք, որտեղ մի պերիոդ ասում են եկեք չասենք Զանգեզուրի Միջանցք, ու դրանով թեման փակենք, դա Միջանցք չի։ Հիմա եկեք չասենք Զանգեզուրի Միջանցք, ասենք Թրամփի ուղի։ Եկեք անունը դնենք Ձյունանուշիկ, բայց բնույթը, էությունը նույնն է մնալու Հայաստանի Հանրապետության իշխանությունները, Հայաստանի Հանրապետությունը չի տիրապետելու այդ ճանապարհի, այդ ուղու, Տրամփի ուղու վրա ինչա կատարվում, ինչ մտավ Հայաստան, ինչ Հայաստանից դուրս եկավ եւ արդյոք դուրս եկավ, թե ոչ։ Սա է Հիմա էական նշանակություն ունի մենք անունը ինչ ենք դնում։ Այսինքն բովանդակության հետ իրանք բանավեճ չունեն, ունեն անվան շուրջ բանավեճ։ Բայց բովանդակությունը նույնն է, այն ինչ որ պահանջել է, պնդում է եւ ստանում է ադրբեջանական կողմը Թուրքիայի հովանու տակ։ Իսկ այդ բարբերաբար կրկնվող սուվերենություն, ինքնիշխանություն, իրավազորություն եւ այլն, սրա հետ ինչպես վարվենք, որովհետեւ ամեն երկրորդ նախադասությունը, երբ խոսում է այս ճանապարհի մասին կամ Միջանցքի կամ ուղու մասին, այդ հատվածի մասին, երբ խոսում է, բարբերաբար կրկնում է ակնհայտ ստել այդ աստիճան։ Կարծում եք Ինչու ոչ, իսկ դուք հիշում եք մեկ դեպք ցանկացած ոլորտում, երբ որ Փաշինյանը չի ստել։ Ես նման դեպք գրանցած չկամ։ 18 թվականից ի վեր ցանկացած երևույթ, ցանկացած ոլորտում, ցանկացած իրադարձությունների հետ կապված կամ շուրջ Փաշինյանի պնդումները միշտ եղել են սուտ։ Ասեմ ավելին, ցանկացած կարևորություն ունեցող երևույթները ժողովրդավարություն, ազատություն, հավասարություն, ես չգիտեմ,
եւ այսինքն արժեքային համակարգից, հա, արժե համակարգի վրա այդ բոլոր հասկացությունները նրանք կարողացան 8 տարվա մեջ այն աստիճանի բղծել, որ արդեն դարձել է հեգնանքի առարկա։ Տիկին Անդիպեկյան, շատ լավ, բայց սուտը մի օր բացահայտվում է, խոսքը սկսած մնաց։ Եվ երբ որ մենք խոսում ենք Փաշինյանի կատարմամբ սուվերենության մասին, ապա մենք կարող ենք հիշեցնել այն Հայաստանի Հանրապետության տարածքները, որը Փաշինյանը մեկ ստորագրությամբ նվիրեց Ադրբեջանին, հաշվի առնելով, որ այդ բնակավայրերը հենց իրենց բնակավայրեր չէին, այլ կազմում էին Հայաստանի Հանրապետության անվտանգության գոտին։ Նույն Զանգեզուրի կամ Թրամփի, ոնց ուզում եք կոչեք, Ձյունանուշիկը դա սուվերենության կորուստ է։ Սուվերենության կորուստը, երբ որ դու չես կարողանում վերահսկել եւ ապահովել քո տարածքի անվտանգությունը, իսկ նրանք ի վիճակի չեն դա ապահովել։ Սուվերենության կորուստը, երբ որ դրսի քաղաքական ուժերը կամ աշխարհաքաղաքական միավորները թելադրում են քեզ, դու ինչ պետք է անես ի վնաս քո պետության եւ դու դա լուռու մունջ անում ես, դա կոչվում է սուվերենության կորուստ։ Սուվերենության կորուստը, երբ որ դու թշնամու թելադրանքով պատրաստ ես հրաժարվել անկախության հռչակագրից, որը դրված է քո սուվերենության հիմքում, դրա այդ փաստաթղթի վրա է ձևավորվել Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, դու հրաժարվում ես այդ բազայից եւ պատրաստ ես հօգուտ թշնամու փոխել քո սահմանադրությունը։ Ինչ սուվերենության մասին ենք մենք խոսում։ Կրկնեմ հարցս, Տիկին Անդիպեկյան, ասում եք ստում է, կեղծում է, բայց ինչ որ փուլում դա երևալու է, չէ, ինչքան է կարողանալու թաքցնել։ Այս փուլում ստելու իմաստը ո՞րն է, այս աստիճան ստելու, որովհետև դա երկար թաքցնելն անհնար է լինելու ի վերջում։ Լավ, եկեք ռետրոսպեկտիվ վերլուծություն անենք։ Ապագայի մասին դժվար է խոսել, եկեք խոսենք անցյալի մասին։ 18 թվականին ստել, որ Արցախը Հայաստան է եւ վերջեւս իրավունք չունեմ արցախցիների տեղը որոշում կայացնել, որովհետեւ ինձ ընտրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բայց ոչ Արցախի Հանրապետության, եւ դրանից անցնում է 5 տարի եւ Արցախը հայաթափվում է Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ եւ համաձայնությամբ։ Սուտը ակնհայտ էր, սուտը ակնկալելի էր եւ սուտը բացահայտվեց եւ ոչինչ չփոխվեց։ Եվ նա շատ լավ հասկանում է, հիմա ինչ էլ չասի, բոլորը հասկանում են, որ նա ստում է եւ նա շատ լավ հասկանում է, որ նրա ստերի պատասխանը նա դեռ շուտ չի տալու։ Օրը գալու է իհարկե, բայց հարց, արդյոք այն ժամանակ կլինի Հայաստանի Հանրապետություն, արդյոք այն ժամանակ կլինեն մարդիկ, որոնք այդ ստերը հիշում են եւ ֆիքսում են, շատ ու շատ, այսինքն նա շատ լավ հասկանում է, որ իր այսօրվա սուտը, վարքյանական սուտը բռնում են, 15 րոպե հետո նրա ուղիղ եթերից հետո սուտը բռնում են, նա խնդիր չունի, ասում է, չեմ հիշում, որ ես տենց բան եմ ասել, ես տենց բան եմ ասել, ես տենց բան չեմ ասել։ Տեսագրությունը կողմ են աշկա, ասում են, ես դա նկատի չունեի։ Եվ դեռ այդ ամեն ինչը ոնց որ աշխատում է, գործում է, անցնում է, որտեվ ստի վրա բռնելը եւ ստի համար պատասխան պահանջելը կամ պատասխանը ենթարկելը դա տարբեր բաներ են։ Նույն Կոպենհագենում Տիկին Անդիպեկյան Արադ Միրզոյանն է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման մասին եւ ասում է, որ Ադրբեջանը ունի նախապայմաններ դրա ստորագրման համար։ Սա իհարկե նորություն չի ոչ մեզ համար, ոչ առհասարակ հայ հասարակության համար, բայց եւ այնպես, եթե նախապայմաններն առկա են, ապա
չի շտապում արդյոք քաղաքացիական պայմանագիրը եւ առհասարակ իշխող ուժը, այսպես խաղաղության դարաշրջանի մասին խոսելիս երեք էլ հայտարարություն ընդունեցին ազգային ժողովում, այսինքն ինչի համար են շտապում ներսում մեկ այլ մի բան են անում, դրսում բոլորովին այլ հայտարարությունների են ականատես։ Այստեղ մի քանի գործոն կա, նախ առաջերտին անպատասխան ընդդիմությունը։ Երկրորդը, ինչպես ասացի, լուրջ տերմինաբանության արժեզրկումը եւ պղծումը։ Երրորդը նրանք sense պատրաստ են կատարել Ադրբեջանի բոլոր նախապայմանները։ Եվ ինձ չի թվում, որ նրանք մեզ են փորձում համոզեն, որ նրանք դեմ են այդ ամեն ինչին, որովհետև Հայաստանի ներսում ակնհայտ է, որ ցանկացած Ադրբեջանի նախապայման Փաշինյանը եւ նրա վարչակազմը ընդունելու են անխոս։ Նրանք չեն հասկանում, գիտեք ինչ, այստեղ շատ կարևոր հանգամանք կա, բազմիցս կրկնել եմ, այստեղ շատ մեծ դեր է խաղում մարդու տգիտությունը։ Նրանք խոսում են բաներից, նրանք օգտագործում են տերմիններ, նրանք գնում են արարքների, որից բացարձակապես ոչ մի տեղեկություն չունեն ու պատկերացում չունեն հետևանքների մասին։ Ու դա գալիս է նրանց թերի կրթվածության աստիճանից, որտեվ մարդիկ երբ որ չեն զբաղվում են ոչ իրանց գործով, այն բաներով, որից բացարձակապես տեղեկություն չունեն, հետևաբար նրանք չեն կարողանում իրենց քայլերի հետևանքները հաշվառել։ Մենք ունենք այն, ինչ ունենք։ Մարդը միգուցե եւ շատ անկեղծ է խոսում խաղաղության պայմանագրից, Տրամփի ուղուց, որը պարզում է, որ ոչ մի Զանգեզուրի միջանցք չի, խաղաղությունից, միգուցե անկեղծ է, բայց գիտեք ինչ գոյություն ունեն մի բանակ մարդ, որոնք ունեն կրթություն, որոնք ունեն փորձ աշխատանքային, որոնք տասամյակներ են նվիրել հարցի լուծմանը եւ որ ասում են դա չի ստացի, որովհետեւ քառակուսի ակը չի կարող տեղից շարժվել եւ քշել։ Ասենք խելացի մարդը, որը չունի կրթություն, չունի փորձ, պատահում է։ Ասում է խելացի է, մի հատ լսեմ, միգուցե այս խելոք մարդը բան է ասում։ Մի հատ գոնե լսեմ, հասկանամ, գոնե փորձեմ ուրիշի փորձը կիրառել, հա։ Այդ մարդկանց հանում են ազգի թշնամի, մի կարճ ժամանակ առաջ արդեն ասեց, քանի ամիս է սահմանում կրակոց չկա եւ ընդդիմությունը նախանձից չգիտի ինչ անի, որ հասկանում եք, այստեղ նախանձը չի։ Բայց որովհետեւ լրությունը միշտ պայթունից առաջ լրություն է լինում։ Դա օրենք է։ Ես չեմ հորինել, հասկանում եք, ու դա նախանձի հետ կապ չունի, դա ընդհանրապես փորձ է եւ գիտելիք։ Մի խոսքով, այսինքն նրանք օգտագործում են խոսքեր, որոնց ոչ արժեքը գիտեն, ու ելնելով իրանց ոչ պրոֆեսիոնալ լինելուց պատասխանատվության աստիճանը չգիտակցելով, նրանք պրոստը սենց այդ բառերը ցպնում են, չգիտակցելով հիմքում ինչ կա դրված եւ այդ ամեն ինչի հետևանքները։ Երբ ասում եք պայթյունից առաջ լրություն է լինում, ինչ է նկատի ունեք, սահմանին պայթյուն, թե ներսում պայթյուն։ Չէ, սահմանին ներսում ես ոչ մի ակնկալիք չունեմ։ Եթե բոլոր պահանջները կատարվում են, ինչու պետք է պայթյուն։ Եթե բոլոր պահանջները, ինչպես դուք ասում եք, կատարվում են, ինչու պետք է պայթյուն լինի։ Որտեղ Ալիևին պետք չի Հայաստան։ Եվ այս բոլոր քայլերը Հայաստանին թուլացնելու եւ հասցնելու այն հյուծվածության այն աստիճանին, որ երբ որ վերակենդանանալու հնարավորությունը գոյություն չի ունենա։ Մի հարց էլ կար, միգուցե այս հարցի նախաբանի կամ շարունակության մեջ է, ուզում եմ հնչեցնել, Ադրբեջանը ավելացնում է այս սպառազինությունը 20%-ով ավելացրել է այն դեպքում, երբ խաղաղության մասին ենք խոսում, բայց հայկական կողմը գիտենք արդեն 15%-ով նվազեցրել է պաշտպանական ծախսերը, արդյոք հենց ձեր պայթյունն են նախապատրաստում եւ նաեւ ուզում եմ հարցնել սպառազինվում են թիրախում ունենալով միայն Հայաստանը, թե այլ թիրախներ նույնպես կան։ Այլ թիրախներ էլ իհարկե կա, որովհետեւ
Կա վտանգ Իրանի հետ, չէ, ոչ թե Ադրբեջանը իրանական պատերազմ, ճիշտ հասկանանք իրար։ Իրանն է թիրախավորված միջազգային հանրության կողմից, իդեմս Իսրայելի եւ Թուրքիան իհարկե միջամտելու է եւ Ադրբեջանը այդ պարագայում բավականին վտանգված է, որովհետեւ որ հաշվի առնելով որ Իսրայելի ռազմաբազաների մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում, Իրանը կարող է հարված հասցնել այդ բազաներին։ Ու դա տեսական ենթադրություն է, հա, զուտ տեսականորեն, բայց այնուամենայնիվ Ադրբեջանի թիվ 1 թիրախը դա Հայաստանն է եւ Հայաստանի ոչնչացումը, եկեք իրար հասկանանք եւ անվանենք իրերը իրենց անուններով, Ադրբեջանը միտված է եւ պլանավորում է Հայաստանի Հանրապետության ոչնչացումը եւ հայերի դուրս մղումը այս տարածաշրջանից։ Սա է Բաքվի եւ Անկարայի գլոբալ ծրագիրը։ Այս ամեն ինչը ինչ մենք տեսնում ենք, դա ընդհանրապես այդ տակտիկ քայլեր են գլոբալ ստրատեգիական նպատակին հասնելու համար։ Եթե ինչ որ մեկին թվում է միասին խաղաղ ապրելը, դա բացառում եմ, որտեղ Ադրբեջանը նման պլաններ չունի։ Շնորհակալ եմ Տիկին Ալիբեկյան։ Խնդրեմ։ Հիշեցնեմ զրուցում էի Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ, շնորհակալություն մեզ հետևելու համար։